մարդասիրություն ու զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։
Օրհնյալ թագավորությունն հոր եւ որդվո եւ օգուին սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանը սավիդենից ամեն Աստվածածինս կես խոստովանյա, երգրբակ է եկեղեցի ու ապարած, կանզի ուր կերոպես բազմաչյա և ատոր հրանույթ և վեց տևյան սերոպե, նայել ոչ իշխայե, դրեցեր անսերմնաբես զաբանականումն է հարկանտիքում, որպես աղինս դեր, և ձնար, որպեսս մարդ զաստվածն պոլորեց, ըզ մարմնացյալ արիքեն զանջարս պանը իպորգություն աշխարե, և կյանկանցած մերոնց, և ևս խաղուչանս դեր աչես ու կնգալ գեցո է ողարմյա, օրդյա դեր, օրդնություն և պարկ հոր և որդվո և օգուին սրբո այժմ և միշտ և ավիդյանը սավիդենից ամեն խաղաղություն ամենեցուն Ոստուծո երգրբա կեսու Տեր Աստված մեր, որով կարողությունը դան քնին է փառքը դան ասանելի, որով ողորմությունը դան չափ է և կթությունը դան պավ։ Դու ըստարատ մարդասիրությանդ կում նայայց ի ժողովուրդս քո և ի տաճարս այսօր, և արանդ մեզ, և ընդաղոթակիցս մեր, առատապես ողորմություն քո և զգթություն, զիքեզ
վայել է պարկ իշխանություն և պատիվ այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն Կարողություն և զորություն և պարկ ավիդյանս ամեն Խոսում է Եվ ևս խաղությանս դերաչ է սուրբ Վասն խաղության ամենայն աշխարհի և աստվածության սրբո եկեղեցվո ըստ դերաչ է սուրբ Վասն ամենայն սուրբ և ապար եպիսկոպոսած ըստ դերաչ է սուրբ Վասն հայրաբեդիմներոդ դյարն կարեկին երկրորդ սրբազնակույն կաթողիկոսի գենաց և փրկուչանով բոլորին ըստ դերաչ է սուրբ Ողորմած և մարդասերես Աստված գոլով և քեզ վայել է պարկ իշխանություն և պատիվ այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն Ալելույա, ալելույա, ահավասիկ կույսը պիտի հղանա և որդի մծնի, անիգա Իմանուել պիտի գոչվի, որը կնշանակի Աստված մեզի հետ է Ալելույա, որդի Խաղաղություն ամենեցուն
Երգյուազուչամ լվարու Սրբու ավետարանից Հիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթեոսի, Ռոսխում է Վասն ծննդյան և աստվածայտնության տյառընդ մերով Հիսուսի Քրիստոսի և Հիսուսի Քրիստոսի ծնունդներ այսպես խոսեցյալս մայր նորա Մարիամ Ովսեփով մինչև եկյալ Արմինյանս գտավ հղացյալ ոգույն սրբով և Հովսեփ այր նորա Քանզի արդար էր և ոչ կամեցավ առակելս նա, խորեցան լրելյայն արձակելս նա, և մինչդեռ նա զայս ատեր մտավ, ահա ռեշտակ տյառն ի տեսլյանն երևեցավ նմա և ասե, Հովսեփ, որդի Դավթի, մի երկնչիր առնուր արքեզս Մարիամ կինքո, քանզի որ նմա ծնյալ է, ի հոգվույն սրբո է, ծնցի որդի և կոչես ցեզ անուն նորա Հիսուս, զինա փրկես թե ժողովրդուս յուր, ի մեղած յուրյանց, այլ այս ամենայն եղև, զիլցի որ ասացն, ի տյառնե, ի ձեռն Եսայա մարգարեի, ահա կույս հղացի, և ծնցի որդի, և կոչես ցենց անուն նրա, Էմանուել, որ թարգմանի ընդմեզ Աստված, և զարթուցյալ Հովսեփ իքնոանտի, արար որպես հրամայած նմարեշտակ ընտյառն, և է ար հերկնից, երկի ըսկինն յուր, և ոչ գիտերս նա, մինչև ծնա որդին յուր, զանդրանիկ, և կոչյաց անուն նորա Հիսուս։ Հավատամ իմի Աստված, ի հայր ամենադար, արարիչն երկնի և երկրի, երևելյաց և աներևույթից, և իմի Տեր Հիսուս Քրիստոս, Որդին Աստուծո, ձնյան Աստուծո հորե միածին, այսինքն նեյութեն է հոր, Աստված Աստուծո լույսի լուսով, Աստված ճշմարիտ Աստուծո ճշմարտ է, ծնունդ և ոչած, նույնիկ նիվնութեն է հոր, որով ամենայն ինչ եղև հերգիս, և ի վերա երկրի, երևելիք և աներևույթ, որ աղախսներ մարկան, և վասմերով պրգուչան, իչյալ երկնից, մարմնացավ, հարտացավ, ծնավ գադարելապես, ի Մարիամա սրպո գուսեն, հոգվոբեն սրպա, որով է արզ մարմին, զոքի և զմիտ, և ամենայն, որ ինչ է իմար,
Ջշմարտաբես և ոչ կարծյոք, Չարչարյալ, խաչյալ, տաղյալ, հերորդավոր արուսյալ, ելյալ երգինս նովի մարնովն, նստավնտաչ մեհոր, կալոցենով իր մարնով և պարոք հոր, իտադելս գենտանիս և զմերյալս, որով թակավորության ոչ կողոչան, հավադամ և իսուր պոքին, հանեղն և իգադարյալն, որ խոսեցավ հորենս և իմարկարես և հավեդարանց, որ էչնի հորտանան, կարոզյաց հարակյասն, և նագեցավ իսուրցն, հավադամ և իմի միայն, ընտարական և արակելական սուրբ եկեղեցի, իմի մգրդություն, հավաշխարություն, իկավություն և իտողություն մեղած, իհարություն մերելոց, իտադաստան հավիդենից, հոգվոց և մարնոց, հարկայություն երգնից և իգյանսն հավիդենագանց, Իսկ որ կասեն էր երբեմն հորժան ոչ էր որդին, կամ էր երբեմն հորժան ոչ էր սուրբ հոգին, կամ թե օչեից եղեն, կամ հայլմե էութենե ասեն լինել զորդին աստուծո և կամ սուրբ հոգին, և թե փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսի սննզով է կաթողիկ է և առաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ մեկ փառավոր է սուկ, որ առաջ կանս հավիդյանս երկիր բագանելով սրբո երորդությանն և մի աստվածությանն, հոր և որդվո և օգույն սրբո, այժմ և միշտ և հավիդյանս հավիդենից ամեն։ և ևս խաղաությանս դեր աչեսում, Եվ ևս հավադով աչեսուկ և խնդրեսուկ իդյարն է Աստծո է պրչե մերմե Իսուս է Քրիստոս է, Որպեսի արժանավոր փեղիցու կողության փառավորելս քեզ ընդոր և սուրբ հոգվույն, այժմ և միշտ և հավիդյանս հավիդենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Աստուծո երգրբա կեսում, Խաղաղությամբ քով Քրիստոս փրկիչ մեր, որի վեր է քանզ ամենայն միդս և զբանս, ամրացոս մեզ, և աներգյու պայամենայն չարե, հավասարյազ մեզ ընջշմարիտ երկրբագուսքով, որ քոքով և ճշմարտությամբ քեզ երկիր բագանեմ, վասնզի ամենասուրբ երորդությանդ վայել է փառք, իշխանություն և ադիր, այժմ և միշտ և հավիդյանս հավիդենից, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ Տեր Աստված օրհնես քեզ ամենես
Սակակավոր փառած, Տեր հզոր գորության յուրով, Տեր կարողի պատերազմի։ Ով է սակակավոր փառած և Տեր զորության։ Օրտնյալ եկյալ անվամ տյարն, օրտնություն ի պարծունս, օրտնյալ որկալոցն է։
Եվ ևս խաղությանս դեր աչեսու, Եվ ևս հավատով և սրբությամբ գացու քաղաք Սարաչի Սրբոսյան ու Աստուծո ահիվ, Մարդասիրությամբ դյարն մերո և պրչին Իսուսի Քրիստոսի, ընվորում քեզ հոր միանգամայն և օգույթ սրբով, վայրեպարկ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Աստուծո երգրբա կեսուտ, ողջույն դուք միմյանց, իամպույր սրբությամբ, Եվ որ ոչ է գարող հաղորդիլ աստվածային խորհրդրուս, արթրուս ելեք և աղոթեցեք։ Քանթիման ծուրբ սեղանույս արկայական, դեսեք բազմյալ Քրիստոս արկայն և շուրջ բադյալ զորվերնագան։ Ահիվ գացուկ, երգյուղիվ գացուկ, պարվոտ գացուկ, և նայեց արուկս խուշուճան։ Բադարակ Քրիստոս մաչի անարակ, Կարնասուծո
սեր և աստվածային սրբարար զորությունը նոր և որդվո և ոգվույն սրբով, եղիցի ընցեզ ընդամեն էսյան։ Ըսդրուս, ամենայն իմաստությամբ և ըսկշությամբ, իբեր անձայեցուց է կսմի դսեր, աստվածային երկյուղի։ Եվ խացարու կսյարն է բոլորով սրդի։ Սերոբեսն և ընկերոբեսն միացայն սրբացածությամբ օրինել նված և համարձակապես գոչելով աղաղագերն նոսին և ասել. Արեք գերեք այս է մարմինիմ, որ վասնձեր և բազմած բաշտի կավություն և իտողություն մեղան։ Արփեք իսմանը ամենեկյան այս է արյուն իմ նարաուղտի, որ աղակսեր և բազմած եղանի, իկավություն և իտողություն մեղան։
Հույսի քոյոց քեզ մատուցանեմ գստամեն այնի եւ աղաքսամենեցում Աստուծո երկրպագեսում Ամենեցուն մեզ մեծեցելոցս հանդատապարտություն, իքավություն և իտողություն մեղար։ Ցարասես բարերար Աստված աղաչե Աստվածածնին Սրբոգուսին Մարիամու և Հովանումը կրչին Ստեփանոսին նախաբգային և ամենայն Սրբոց Եղիցի շատագի սուրբ պադարած աղաչեմ Օրոքելոց սրբոց, մարգարից բարտաբեդաց մարդիրոցած և ամենայն հայրաբեդաց սրբոց, Արաքելակորձ և իսկովոսած երիցան սուղապար սարգավակած և ամենայն սրբոց,
Եղիցի շատակի սուրբ բադարակ սաղաչը, Օրդյալ կովյալ և պարաբորյալ, հրաշալի ասպազազար ծննդյան Քրիստոսի աստուծո մերո երկիր, բական է։ Առաջնորդացը մերոց և առաջել լուսավորչած, Սրբոս Տատեոսի և Պարտոմիոսի արակելոց և Գրիգորի լուսավորչի, Արիստակիսի Վրտանիսի, Հուսկան Գրիգորիսի, Ներսիսի Սահագա, Դանիելի և Խատա, Մեսրոբա Վարտաբեդի և Գրիգորի Նարեգացվույն և Ներսիսի Գլայեցվույն, Հովանու Որոդնեցվույն և Գրիգորի և Մովսիսի դատեվացյաց և Սրբոց Գրիգորիսյանց և Ներսիսյանց, Հովբազ և Հովիդաց Հայաստանյայց, Եղիցի շադագի սուրբ բադարակ սաղաչը, Միացնացելոց սրբոց, Արաքինասեր և աստվածություն գորենավորած, Բողոսի Անդոնի, Բողա Մագարա, Մոնոպրիոսի ապա Մարգոսի, Սրաբիոնի, Նեղոսի Արսենի և Ակրի Բարսամա, Հովանիսյանց և Սիմիոնյանց, Սրբոց Ոսյանց և Սուքյասյանց, և ամենայն Սրբոց հարս և աշագերդելոց նոցին ընդի եզերս, Եղիցի շադագի սուրբ բադարակ սաղաչը, Տակավորած հավատացելոց, Սրբոց Արտարու Գոցյանտանոսի դրդադա և Տեոտոսից, և ամենայն սուրբ և բարեբաշ տակավորած և աստվածասեր իշխանած, Եղիցի շադագի սուրբ բադարակ սաղաչը, ամենայն հավատացելոց, առանց և գանանց, ծերոց և դղայոց, և ամենայն չապու հասագի հավատով և սրբությամբ Քրիստոսն ընչեցելոց, Եղիցի շադագի սուրբ բադարակ սաղաչը, Սարավեր զեպիսկոպոսաբեդն մեր, եվս պատվագան այրաբեդն ամենայն այոցս, դեր կարեգին սրպազնագույն գաթողի գոսն, շնորեսես մեզն երկայն ավորս ուղիղ վարդաբեդության։ Նաև իչա դեր ամենաբավական ողորմությանքով, ըսոքի սանգությալ առաջնորդացն վիճագիս, և հանգո այցելության իլույս երես ածքով։ Նաև հանրապետություն Հայաստան և Եգիպտոս աշխարհածն և ժողովուրդը սոցին, բահեսես և բաբանեսես ամայրամս ընթովանյավ ամենազոր աչոքով, իշինության, իխաղաղության և անսասանության։ Եվ պարաբանություն մաղդուցանեմ կեստեր ասված մեր վասնսուն և ամբաբադարակից որի վերա սրպոս էղանուս
Ձիըսա մեզի սրբություն գենթանության բարգևեսես, սովաշնորյա սերս հաստատություն և զղծալիս, խաղություն ամենայն աշխարի, սրբո եկեղեցվո և ամենայն ուղապար, Եպիսկոպոսաբեդին մերո և պատվագան, հայրաբեդին ամենայն հայոց դյարն, կարեկին երկրորդ սրպազնակույն, գատողի գոսին, և վիճագիս պարեղն ամարաշնորթի դյարնաշոդա սրպազան, Եպիսկոպոսին որս բադարա կսմադուցանեմ։ Աստուծո և փրկիչ մերո Հիսուսի Քրիստոսի ընձեզ ընդամենեսյան։ Անուն հոր և որդվո և հոգույն սրբո ամեն, սիրելիներ, այժմ պիտի ընթերցենք նորին սուրբ օծություն դեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան և աստվածահայտնության դոնին առիթով։ Խավարին մեջ Աստուծո ժողովուրդը հայտնեցավ և լույս ծագեցավ անոնց վրա։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակածային ավետիսը գթեված է մեր եկեղեցիներուն, մեր ընտանիքներուն մեջ։ Միասնաբար կփառաբանենք մեր Տիրոջ և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որ ծնավ և աշխարհ եկավ մեր փրկության համար։ Խավարին մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ և լույս ծագեցավ անոնց վրա, որ կնստեին մահվան երկրի և ստվերներու մեջ։ Ավետարանիչը Աստուծո ծնունդը կհամեմատե լույսի ծագման հետ։ Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհներով աշխարհը կդարձնե անարդարության, թշվառության և դժբախտություններու թատերադեմ։ Կընկմե մոլորություններու խավարի մեջ, կհանգեցնե անձնական ու հասարակական կյանքին խեղումին, արժեքներու աղավաղման և ոչնչացման, որոնց դրսևորումները կտեսնենք նաև մեր իրականության մեջ։ Այսօր մեր կյանքին մեջ կդկարանան իրարու հանդեպ հավատքն ու վստահությունը, որպես քաջություն կընկալվի անհարգալից և անզուս պահվածքը, խոսքի ազատությունը կհակատարծվի այլագործության անհանդուրժողականությամբ, բանավեճը կվերածվի վիրավորանքներու և վարկաբեկումներու, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը կստորատասվին անձնական և խմբակային նեղ շահերու։ Մեր Սուրբ եկեղեցին կշարունակե ենթարկվիր բռնաճնշումներու։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգին և պետության հեղինակության և խորը վերք հասցված համայնքներուն և հավատացյալներուն։ Հակառակ անօրինական և կանոնախախտ գործողություններու մեր եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշունչ գոչման ու առաքելության։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբարար, հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողմեոս առաքյալներու քարոզությամբ, որպես մարդոց խավարան,
հրեշտակած բնակարան եւ դուն Աստուծո։ Առաքելական մեր մայր եկեղեցին բատմության հոլովույթներուն ենթարկված է բազում հալածանքներու, անցած է սոսկալի նեղություններու եւ դարաբանքներու միջով, մարտիրոսացած եւ նահատակված, բայց երբեք հուսահատության քերի չէ դարձած, քանզի գիտակցած է, որ ճշմարիտ ազատությունը եւ փրկությունը Քրիստոսին հնազանդելու անոր ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը կգլեցվի սիրով եւ ողորմությամբ, ազնվությամբ եւ արդարությամբ։ Քրիստոս ճանապարհն է խավարեն դեպի լույս, մեղքեն դեպի սրբություն։ Դերը միշտ հավատարիմ է փրկելու խոստումներեն եւ անկումներեն մեղավոր մարդուն։ Քրիստոսով մեր առջև կբացվի վերհառնումի հավատքով նորոգության ուղին։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ կնահանջեն հեծություն, մահ եւ գործանում եւ փրկի սուրբ ծննդյամբ լույս կծակի անոնց վրա, որ կնստի մահվան երկրի եւ ստվերներուն մեջ։ Սիրելի բարեբաշտ հավատացյալներ, սուրբ ծննդյան հրեշտակածային ավետիսը եւ Փեթխեհեմյան աստղի լույսը այսօր ալ բոլոր մարդոց ուղղված հրավեր են Աստուծո ապավինությամբ կյանքը փոփոխելու բարիով եւ բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհի մեջ եւ հաջություն մարդոց մեջ։ Երկնարակ այս պատկամին ունկնդիր ապրինք եւ գործենք Տիրոջ հետ բոլոր բարգավաճումներու մեջ մեր նախանձախնդիր եւ ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան եւ հայրենական կյանքի ապահով եւ բարոր ընթացքի։ Վճռական ըլլանք հաստատուն պահելու օրինահարկությունը, մերժելու անիրավությունն ու գամայականությունը, ադելությունն ու քենախնդրությունը, որոնք մեծապես կվնասեն ու կքայքայեն պետական եւ ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի դերը, դեպի երկնարակ բարգևներ եւ հայտնություն։ Այդ ուղիով դերունական պատկամներու իրագործումով է, որ մեր ժողովուրդը պիտի հաղթահարե դարաբանքներու խավարը եւ ավետարանչի խոսքին համաձայն լույս պիտի ծագի մեր կյանքի մեջ, մեր նեղություններու եւ դժբախտություններու հաղթահարման ճանապարհին։ Սուրբ ծննդյան բերգրալի ավետիսով մեր ողջունը կհղենք մեր սուրբ եկեղեցվո նվիրապետական աթոռներու քաղաքալներուն, նորին սուրբ օծություն դեր Արամ առաջին մեծի դանն Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ դեր Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Գոստանուբոլսի հայոց պատրիարք ամենապատիվ դեր Սահակ arczepiskopos Մաշալյանին, ի Քրիստոս սիրով ողջունենք քույր եկեղեցիներու հոգևոր բեդերը, հայցելով մեր մարդացյալ փրկչի զորակցությունը անոնց աստվածասեր առաքելության մեջ։ Հայրապետական մեր օրհնությունը բարեբախտանքները կբերենք մեր սուրբ եկեղեցվո ողջ հոգևոր տասին եւ համայն մեր հավատավոր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուրս։ Սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության ու սարատ այսօր աղոթենք եւ խնդրենք, որ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոս խաղաղությամբ թևած է ամբողջ աշխարհի մեջ, հայրենի մեր երկինքներուն եւ ապահովության եւ շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևե մեր ժողովուրդը։ Հայց վերարակենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակներու դոգունության եւ ոգի ամրության եւ անոնց ոտնահարված իրավունքներու փրկagorցության համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականներու, հայրենիքի համար զոհված մեր քաջորդի հայրենիներու հանգստության եւ անոնց ծնողներուն հարազատներու մխիթարության համար։
Թող բարձրյալ Սուրբ Աչին պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա Աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդացյալ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ كلمة الأسقف أشود من التجانيان بمناسبة رأس السنة الميلادية وعيد الميلاد المجيد. أيها الضيوف الكرام والإخوة الأعزاء، مع تغير التاريخ دخلنا عاما جديدا، وفي هذه الأيام التي تمزج بين العام القديم والجديد أثر فريد على طبيعتنا البشرية، فنمتلئ دائما بالتفاؤل والأمل لمستقبل أفضل. وفي هذا السياق تعد أعياد رأس السنة ولا سيما عيد ميلاد السيد المسيح له المجد وعيد الغطاس فرصة سانحة لنا لنحتفل بتفاؤل وأمل جديدين بإنجازاتنا ونجاحاتنا على الصعيد الشخصي والعائلي والمجتمعي والوطني، ولنحلل على وجه الخصوص كل أوجه القصور والأخطاء التي لدينا. نعيش جميعا بشكل منفصل، كل في بيته العائلي ولكل مشاكله وهمومه الخاصة، لكن الحقيقة أننا جميعا أفراد في عائلة واحدة كبيرة، نحن مترابطون شئنا أم أبينا، وهذا الرابط والأرض والماء لذان يغذياننا حيث نعيش حياتنا معا. إنها الشمس التي تدفئنا والتي تشرق علينا جميعا بالتساوي، إنها من يحمينا والذي يخاطر بحياته ليضمن لنا حياة هانئة، إنه الطبيب الذي يشفينا والمعلم والمربي الذي يطعمنا ويغذينا. بعبارة أخرى نحن جزء لا يتجزأ من الحياة العامة لوطننا الحبيب، وعلينا واجب والتزام بالمشاركة في هذه الحياة، وهو ما لا يتحقق إلا بإظهار المحبة والاحترام المتبادلين وروح التسامح والعفو، بإظهار الإرادة والاستعداد لتجاوز كل الصعوبات والمحن معا، ومشاركة آلام المصائب وأفراحها. كل هذا أيها الأحباء يتحقق عندما نمنح الله فرصة أن يولد ويحيا، وأن يجدد فينا صورته ومثاله الإلهي. اليوم يحتاج العالم أجمع والبشرية جمعاء إلى هذا الحضور الإلهي، لأنه من خلال الله وحده يستطيع الإنسان أن يتطهر من الأخطاء والذنوب، وأن يمتلئ بالمحبة والخير، وأن يعبر عن محبته لله في المحبة والخدمة التي يقدمها لأخيه الإنسان، وهو ما تؤكده كلمات القديس يوحنا الإنجيلي حيث قال: من قال إني أحب الله وهو يبغض أخاه فهو كاذب، لأنه من لا يحب أخاه الذي يراه كيف يحب الله الذي لا يراه. أيها الأحباء، بمناسبة عيد الميلاد المجيد وبهذه المناسبة نهنئكم جميعا، وبهذه الأفكار حول عيد الميلاد المجيد يسعدنا ويشرفنا كثيرا أن نتوجه باسم طائفة الأرمن الأرثوذكس في مصر وباسم المجلسين المليين في كل من القاهرة والإسكندرية بخالص الشكر والتقدير لكل من شاركنا احتفالنا اليوم.
وبهذه المناسبة السعيدة نتقدم أولا بخالص الشكر والترحيب بالسيد اللواء الدكتور وليد محمد فرحان وكيل الإدارة العامة لشرطة النجدة، ممثلا لفخامة رئيس الجمهورية السيد عبد الفتاح السيسي، ونرجو من سيادته أن ينقل تهانينا القلبية الحارة لفخامته بمناسبة العام الجديد، ونتوجه إلى سيادته بكل المحبة والمساندة والدعم كأعضاء في أسرة مصرنا الحبيبة، من أجل استكمال كل الجهود والمساعي المخلصة التي يبذلها فخامته في سبيل تحقيق والحفاظ على السلام والأمن والأمان وتقدم وتطور وطننا الحبيب ورقي ورخاء شعبها الكريم نحو غد أفضل ومستقبل مشرق بإذن الله. شكرنا الجزيل وتحياتنا وأطيب تمنياتنا لفخامته، متمنين لسيادته دوام الصحة والتوفيق والنجاح بإذن الله. ونتقدم بخالص الشكر والتقدير أيضا إلى السيد الأستاذ الدكتور إبراهيم صابر خليل محافظ القاهرة، ممثلا لمعالي رئيس مجلس الوزراء السيد الدكتور مصطفى مدبولي ولشخصه كمحافظا لمدينة القاهرة. كما نرحب بالسفير فوق العادة والمفوض لجمهورية أرمينيا السيد أرمن ساركسيان وكل موظفي وأسرة السفارة، ونهنئهم بمناسبة عيد القيامة المقدسة. كما نتوجه بخالص التهاني إلى كل رؤساء الكنائس الشقيقة من الأساقفة والمطارنة والآباء، وخاصة الكنيسة القبطية الأرثوذكسية الرسولية الشقيقة، وعلى رأسها قداسة البابا تودروس الثاني بابا الإسكندرية وبطريرك الكرازة المرقسية، متمنين لقداسته سنوات مديدة مليئة بالصحة والعطاء، ونصلي إلى السيد المسيح له المجد أن يواصل خدمته المسؤولة والحكيمة في قيادة أبناء كنيستنا الشقيقة بكل المحبة والسلام والوحدة والأمان، وأن يستمد قوته من الخبر السار المتجدد بميلاد الرب. تقدم بخالص الشكر لقداسته لتفضله بإيفاد القمص سيرجيوس وكيل عام بطريركية الأقباط الأرثوذكس، والدكتور جرجس صالح الأمين العام الفخري لمجلس كنائس الشرق الأوسط، مندوبين عن قداسته. والشكر الجزيل إلى الفريق أول عبد المجيد صقر القائد العام للقوات المسلحة وزير الدفاع والإنتاج الحربي، لإفاده السيد اللواء أركان حرب إيهاب محمد الفيومي مساعد وزير الدفاع لقوات الدفاع الجوي، مندوبا عن سيادته. وشكر خاص إلى السيد اللواء محمود توفيق وزير الداخلية، لإفاده مندوبا عن سيادته السيد اللواء خالد إبراهيم مساعد مدير أمن القاهرة. الشكر الجزيل لفضيلة الإمام الأكبر الدكتور أحمد الطيب شيخ الأزهر الشريف لتهنئته بفضيلته بالعيد، وإلى فضيلة الشيخ الأستاذ الدكتور أسامة الأزهري وزير الأوقاف، لإفاده فضيلة الشيخ عماد حسن أحمد عماد مدير إدارة غرب القاهرة مندوبا عن فضيلته، وإلى فضيلة الأستاذ الدكتور نظير محمد عياد مفتي جمهورية مصر العربية، لإفاده فضيلة الشيخ الدكتور أحمد محمود بسيوني مدير مركز الإمام اللي ابن سعد لفقه التعايش، وإلى السيد اللواء إبراهيم عبد الهادي نائب المحافظ للمنطقة الغربية، وإلى نيافة الحبر الجليل الأنبا رفائيل أسقف عام كنائس وسط القاهرة، والذي حضر صباح اليوم للتهنئة، وقد أوفد عن نيافته لحضور القداس القس ميخائيل أنطون والدياكون أنطونيوس وصفي والأرشدياكون يونان القمص، وإلى السيد اللواء إبراهيم عوض مستشار محافظ القاهرة، وإلى السيد اللواء عادل جعفر مساعد أول وزير الداخلية ورئيس جهاز الأمن الوطني، لإفاد السيد المقدم أحمد سلامة نائبا لسيادته، وإلى السيد اللواء مصطفى حسن
ومساعد وزير الداخلية للشؤون الإدارية والدينية، وإلى السيد اللواء أحمد الدميري مدير العلاقات العامة لمحافظة القاهرة، وإلى السيد اللواء أحمد محمد جمال الدين رئيس حي الويلي، إلى السيدة أليسا ألمو من المكتب السياسي للسفارة الأمريكية، وإلى السيد العميد حسام القنواتي مأمور اسم الظاهر، وإلى السيد المقدم عمر حمودة رئيس مباحث قسم الظاهر، وإلى كل أعضاء أسرة القسم والذين لا يدخرون جهدا ويسهرون الليل والنهار لحماية كنيستنا وحمايتنا. نحيي إخوتنا وأخواتنا الروحيين الأحباء بمحبة أخوية دافئة ونهنئهم مناسبة عيد القيامة المجيدة. شكرا جزيلا للأنبا أنطونيوس مطران القدس، إلى نيافة المطران جورج شيحان مطران الكنيسة المارونية، إلى القس موسى من كنيسة الملاك ميخائيل بالظاهر، الراهب القمص متاؤس الأنطوني، القس فلوباتير صدقي، القس متى بديع مدير مركز دراسات اللاهوت الدفاعي بأسقفية الشباب، الأستاذ عطية نيروز، الأستاذ روماني عز، الأستاذة مريان ويليام أمينة خدمة اللاهوت الدفاعي من أسقفية الشباب. شكرا جزيلا لكل من شاركنا وهنأنا بالعيد. شكرا لأسرة الإذاعة المصرية العريقة، إلى نيافة الأنبا أرمية الأسقف العام ورئيس المركز الثقافي القبطي الأرثوذكسي وقناة ماري مرقس لمشاركتنا احتفال اليوم وبثها القداس الإلهي على الهواء مباشرة. ليحمي الله العالم أجمع والبشرية كلها آمين. كل عام وحضراتكم جميعا بكل الخير والصحة والسعادة بإذن الله. نيافة المطران أشود من تجانيان مطران الأرمن في مصر وأفريقيا. هو بس اسم السيد رئيس حي الويلي الأستاذ أحمد العزازي، بنتأسف للاسم يعني. شكرا. Անալս բերանս մեր, գարթանս կեզ երկնավորըթայր, երկեր և ասեր.
արքայություն և զորություն և արքավիդյանս ամեն, խաղաղություն ամենեցուն։ Աստուծո երկրբակ ես ծու Քրիստոսիվ, Իսուսիվ դերամներով, որում քեզ օգույց սրբո և հոր ամենագալիվ այլ է փառք իշխանություն և ադիվ, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն։ Սրբություն, սրբոց, Օրհնյալ հայ Սուրբ Աստված ճշմարիտ, Օրհնյալ Որդիդ Սուրբ Աստված ճշմարիտ, Օրհնյալ Հոգիդ Սուրբ Աստված ճշմարիտ, Օրհնություն և փառք Հոր և Որդու և Օգնույն Սրբո, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենի։
Իսուրբ, պատվական մարմնո և արենետյարն մերո և պրչին Իսուսի Քրիստոսի, ճաշակեսուկ սրբությամբ, որ իջալ երկնից, փաշկի միջի մերում, սա է կյանք ու սարություն, քավություն և թողություն մեղած, Սամոս ասացեք դյարն աստուծո մերով, Սամոս ասացեք երկնավոր թագավորիս մերում անմայի, որ նստի գարս քերոպեյականս։ Or
Սաղմոս, ասացեք դյարն աստուծոմերում դպիրք, ձայնիվ քաղտրության ձերքս հոգևորս, զիսմա, վայել են սաղմոս կևորդնությունք, ալելուկ և երկը հոգևորք, պաշտոնյայք, հանդերձ երկով սաղմոս ասացեք, և ըստեր երկես օրտնեցեք։ Shall get it.